Կուզենայի ավելի տենց ընդհանրական մի բանից սկսել։ Մենք այս ծրագրով մշտադիտարկում ենք մի քանի ոլորտներ, մի քանի ռազմավարական ուղղություններ, դա ոստիկանության բարեփոխումներն են, քրեակատարողական եւ պրոբացիայի, հակակոռուպցիոն, դատաիրավական ու ընդհանուր մարդու իրավունքների համակարգի հետ կապված ռազմավարությունները։ Ու առաջի հարցը, որը որ կարծում եմ պետք է քննվի, թե ինչպես են այդ ռազմավարությունները ընդունվում ու ինչպես են իրանց կատարողականները հաստատում լինում կամ որտեղ է դա քննարկում եւ այլն։ Ու այստեղ արդեն լուրջ խնդիր կա, որովհետեւ իմ պատկերացմամբ պարլամենտական երկրում այն ռազմավարությունները, որոնք առավել եւս դուրս են կառավարության ծրագրից էլ, որտեղ ռազմավարություններ կան, որ մյուս տարի ընտրություններ են լինելու, բայց իրանք շարունակական են, հետո էլ պետք է լինեն։ Պետք է առնվազն քննարկվեն ու այսպես հաշվետվություն ներկայացնի պարլամենտում։ Ազգային ժողովը պետք է լինի այն մարմինը, որը որ ընդդիմության մասնակցությամբ կարողանա այդ հեռանկարային այսպես ռազմավարությունները քննարկի ու դրա վերաբերյալ արդեն տա որոշակի մոտեցումներ, որից եւ նաեւ կերևա թե ինչքանով են այդ ռազմավարությունները համապատասխանում ընդհանուր երկրի զարգացմանը, ինչքանով են իրանք բանում։ Մենք այդտեղ խնդիր ունենք, որովհետեւ ռազմավարությունների մի մասը ուշացվում ընդհանրապես ընդունել է իրանց, մի մասը օրինակ պրոբացիայի քրեակատարողական ռազմավարությունը հաստատվել է արտադատության նախարարի հրամանով ու պարզ չի թե հետո ու այդ process-ներն է, ես չեմ հիշում այսպիսի մի բան, գոնե որ կառավարությունում լուրջ քննարկում լիներ կատարողականի հետ կապված։ Եթե դա լինում է, ռազմավարությունը դիտվում է որպես տեխնիկական փաստաթուղթ, որտեղ որ միջոցառումների ցանկից կան, ես ինչ գիտեմ, ասենք 50 կամ 70 միջոցառում, ու հետո հաշվում են 7%-ներով, այսքան տոկոս կատարվել է, այսքան տոկոս չի կատարվել, այսքան տոկոս մասամբ է կատարվել։ Դա էլ է լուրջ խնդիր, որտեղ իրականում հանրության համար կամ պետության զարգացման համար այդ տոկոսները ոչինչ չասող բան են։ Կարող է առաջինը լինի այսպես փոքր ինչ-որ մի միջոցառում, որը կատարվել է, իսկ կողքի մեծը չի կատարվել, բայց ոնց որ դրանք հավասարվում են այդ տոկոսային հաշվարկի մեջ։ Երկրորդը չափորոշիչների, ինդիկատորների հարցն է, թե դու ոնց ես որոշում, որ լավ միջոցառումը կատարվեց, բայց կարող է դրա արդյունքում ինչ-որ բան փոխվեց դեպի վատը, ոչ թե դեպի լավը։ Այսինքն դու արեցիր, գրված էր, փոփոխություն արեցիր, ու այդպիսի դեպքեր մենք ունեցել ենք նախկինում։ Օրինակ շատ գուցե փոքր օրինակ բերեմ, բայց օրինակներից մեկը նախորդ ռազմավարությունում քրեակատարողական կար մշտադիտարկման խումբ արտադրության նախարարության դրա կանոնակարգի փոփոխություն։ Դա կատարվել էր, այդ ցիտիկը դրվել էր, բայց իրականում դեպի վատ էր եղել։ Հետո քննադատվեց ու հետ բերեցին բանը, որտեվ այցելությունների ժամերի ու հայտարարելու խնդիր էին ավելացրել։ Պարոն Կիրակոսյան, ես ճիշտ եմ հասկանում ձեր խոսքից, որ դատաիրավական բարեփոխումների փաթեթները, ռազմավարություններ այս թվականից այս թվականի ռազմավարություն, հետո մյուս եւ այլն, կարծես առավելապես բուրըն գործունեության պատրանք են, քան իրական արդյունք տվող գործողություններ։ Եվ այո, եւ ոչ։ Որտեվ այնպես չի, որ առանձին միջոցառումները նայում ես, իրանք այնպես չեն, որ դու կարող ես տենց հստակ քննադատես, ասես լավ միջոցառում չի, սա մի արեք։ Հարցը դա չի, հարցն է նա, թե եթե մենք ռազմավարություն ենք դիտարկում, իմ պատկերացմամբ պետք է լինի այսպես, ինչ մարտահրավերներ մենք ունենք այս պահին ոլորտում, դրանից այդ պետք է քննարկվի առաջինը, հնարավորին չափ հանրային, ես էլի կարծում եմ, որ ազգային ժողովում պետք է քննարկվի այդ հարցը։ Հաջորդը պետք է որոշակի կոնցեպտ լինի, թե ինչ կոնցեպտուալ լուծումներ ենք մենք տեսնում այդ ոլորտում։ Դրանից հետո, եթե դա էլ ընդունվի այդ կոնցեպտը, դրա հիման վրա պետք է լինի արդեն ռազմավարությունը, դրա հիման վրա միջոցառումների ծրագիրը։
Մեզ մոտ կարծես այդպես չի արվում։ Մեր մոտ միանգամից ինչ որ ռազմավարության նախագիծ են բերում կամ կոնցեպտի նախագիծ են բերում ու դա դառնում է միանգամից քննարկումը դառնում է տեխնիկական փաստաթղթի քննարկում։ Այս միջոցառումները լավ, այս միջոցառումները քիչ է, շատ է ու ցանկն էլ հիմնականում այնպեսին է, որոնք որ ինչ ասեմ, միջազգային հիմնականում պարտավորություններից բխող ինչ որ բաներ են, գործողություններ են, որոնք որ արվում են ու այստեղ էլի գալիս է ինքնիշխան պետության խնդիրը, թե ինքնիշխան պետությունը իր ռազմավարությունը որոշում է ինչից ելնելով, համապատասխանեցնելով որոշակի միջազգային չափորոշիչների եւ այլն, բայց միևնույն ժամանակ դու ինքդ ես որոշում, որ այս խնդիրը քո համար առաջնահերթ է ու դու ուզում ես լուծես, թե դա միջազգային դոնորների ինչ որ եւ այլն բանի խնդիր է, Այս մի մեծ բլոկն էր, որի մասին կուզենայի ասել, երկրորդ, եթե թույլ տաք, երկրորդ բլոկի մասին կուզենայի ասել, այդ մասնակցության խնդիրն է, թե ինչպես են հասարակական կազմակերպությունը կամ հանրությունը կամ լրագրողները այդ process-ին ներգրավում։ Այստեղ մենք շատ լուրջ խնդիր ունենք, որովհետև ըստ էության մենք չունենք գործուն մեխանիզմներ այդ մասնակցության։ Այդ բարդ խնդիր է, չեմ ասում, որ հեշտ խնդիր է ու չուզենալով է, որ չեն ուզում, դրա համար չեն անում։ Խնդիրը նրանումն է, որ մենք ունենք նախարարություններին կից խորհուրդներ, որոնք որպես այդպեսին չեն գործում, Արտադատության նախարարության խորհրդի անդամ եմ վերջինիս 2-3 տարի առաջ ա եղել, ներքին գործերի նախարարությունում վերջերս տենց խորհրդի նիստ էր հանրային, մոտավորապես 70-80 կազմակերպություններ են ներկա, պարզ այդ միջոցառումը չի կարա ժամերով տևի, ինքը տևում է մոտավորապես 1.5 ժամ, ու ստացվում է, որ ով ձայն հասավ, իրական այսպես ազդեցությունը ռազմավարական մոտեցումների նորից գալիս է դոնորների բանով։ Ու սա մի տեսակ ինչ ասեմ, բանով տենց իներցիայով եկավ նաև պահ կա սրա մեջ, որովհետև մենք անկախության առաջի տարիներից ոնց որ խնդիր էինք ձևակերպել այնպես, որ քաղաքացիական զարգացումը Հայաստանում դա միջազգային դոնորների խնդիրն է։ Պետությունը գումարներ չունի եւ այլն ու միջազգային կառույցները ֆինանսավորում էին հասարակական կազմակերպություններին, որոնք որ ինչ որ ձևով մասնակցություն էին ունենում այդ process-ներին տարբեր տեսակի ժողովրդավարության եւ այլն։ Հիմա մի էական բան փոխվել է, Գանեն Հովակիմյան մեզ միացավ, Գանե ջան, ընդհանուր խնդիրներից եմ խոսում, ուրախ եմ, որ դուք էլ միացաք։ Խնդիրն այն է, որ այսօր մենք արդեն այդպես աղքատ երկիր չենք ու մի կողմից խնդիր կա, որ այն բարեփոխումները, որ Հայաստանում իրականացնում են, պարտադիր չի, որ միջազգային դոնորների գումարներով իրականացվեն ու նորմալ էլ չի, որ միայն այդ գումարների վրա ենք հույս դնում, որտեղ այնպես չի, որ մենք փող չունենք։ Այսօր խնդիրը ավելի շատ արդյունավետ օգտագործելն է այն ֆինանսական հնարավորությունների, որ երկիրը ունի։ Այդտեղ շատ լուրջ խնդիր կա ռազմավարությունների ու բյուջետային ծրագրային բյուջեների խնդիրը, ոնց են իրանք իրար համապատասխանում։ Ու այստեղ եւս մի տենց գլոբալ խնդիր կա։ Ես կուզենայի ոնց որ ներածական ընդհանուր գլոբալ բաների մասին խոսել, հետո կարանք արդեն ոլորտ խոսենք, թե մենք ինչ խնդիրներ ենք արձանագրել տարբեր այդ 4 կամ 5 մարդու իրավունքներն է հաշված ոլորտներում ու ինչ այսպես առաջի հերթին ինչ մարտահրավերներ կան ու ինչ լուծումներ են այսօր այդ ռազմավարությունները